Եթերում տեսլականն է բարև ձեզ, այսօր ունեմ մի հրաշալի հյուր, օրը խորհրդանշական է և նա կրկին մեզ մոտ է, այսօրվա իմ հյուրը հայագետ, հրապարակախոս, թարգմանիչ, լեզվաբան, մի չքնախանձնավորություն Լիա Ավետիսյանն է, նա շատ կարևոր ասելիքով է եկել է որպեսզի բացի փակագծերը, մնացեք մեզ հետ։ Հսկայական մի հատ կաթսա բերեցին, կաթ եռացրեցին և վրան սկսեցին ինչ-որ արտասանել բառեր։ Ծառուկյանի առյուծը, որը այսքան տարի այդտեղ լավ ապրում էր, եկան սրսկեցին, որ քնացնեն, ինքը մեռավ։ Մինչդեռ առյուծը հայերիս հոմանիշն է, հայերիս սիմվոլն է։ Ծառուկյանի առյուծին պանել ասեմ, սատկացնել ասեմ, ընդունում եք որպես մոգական ծես չարի կողմից։ Այո։ Իրանց բուն նպատակը այդ առյուծն էր։ Դա մոգական ծես էր։ Իրանք հիմա շատ ծանր վիճակում են ադրբեջանցիները։ Մեր հողում պատերազմ չի լինելու։ Բայց կարող է մենք ապրենք ծանր օրեր, գրողուցավարի, դուք ինչ կարողացաք անել։ Բարև ձեզ Տիկին Ավետիսյան։ Բարև ձեզ, շատ բարև ձեզ։ Ավանդույթի նման հավաքվում ենք այսօրը և դուք այդ ընթացքում պեղում եք, որոնում եք, նոր բացահայտումներ եք անում ու առավել ևս այսօր եկել եք շատ շնչող, սենսացիոն բացահայտումներով։ Նախ և առաջ սկսենք ինչպիսի շրջանի մեջ ենք։ Հայերին բնորոշ առյուծ, առյուծի շրջան։ Մնացածը թողնում եմ ձեզ։ Գիտես Արեգ ջան, ես չեմ սիրում մարդկանց վատ նորություններ պատմել, բայց ես ուզում եմ բոլորին դիմեմ, որ զգոն լինեն, որովհետև մեր երկրի դեմ տարօրինակ է, բայց ինձ նման չի, կախարդական միջոցառումներ են կատարվում։ Նկատի ունեք ձեզ։ Այո, ձեզ։ Եթե հիշում ես 12 թվականին Իսրայելից 40 կին եկան ավտոմեքենաներով, եկան մտան Սյունիք, Տաթևի վանք, հետո գնացին Արցախ և Տաթևի վանքը, որը եզակի է, այնտեղի աուրան շատ բաց է, շատ բարձր է, այդ օրերին սմքեց։ Վազգենին կհարցնես, ուրեմն այդ օրերին իրանք գնացել էին արշավախմբի հետ, գիտական արշավախմբի հետ, Նովոսիբիրսկի և Մոսկվայի և Երևանի չափագրումներ անելու, ինչպես միշտ օգոստոսին։ Եվ իրանք տեսան, որ ոչ միայն շրջապատի մթնոլորտն է փոխվել, բացասական է դարձել, յուրաքանչյուրի աուրան չափեցին, էլի փչացել էր։ Իրանք գնացին Սելիմի Լեռնանցկի քարավանատունը, որպեսզի մտնեն, պահակը չթողեց, կապնվեցին մեր մշակույթի նախարարի հետ, մշակույթի նախարարը իհարկե թույլ տվեց, Պողոսյան Հասմիկներ, մտան ներս, հսկայական մի հատ կաթսա բերեցին, կաթ եռացրեցին և վրան սկսեցին ինչ-որ արտասանել բառեր։ Դա մոգական ծես էր։ Մոգական ծեսից հետո 12 թիվն է։ Հիշի, այն ժամանակ ինչեր սկսվեց։ Էլեկտրիկ Երևան, այդ ընտրություններից հետո հեղաշրջման փորձ, հազար ու մի բան։ Մթնոլորտը փոխվեց երկրի, ժողովրդի մտածելակերպի վրա դա ազդեց։ Հիմա նորից սկսվել է երկրորդ հերթափոխը։ Վարդևառը, որը մեր եկեղեցական տաղավար տոներից է։ Սարքեցին հասարակած տուն։ Ինչ սարքեցին հրապարակում, ինչ խայտառակություն էր։ Հիսուսի պայծառակերպման տոնն։ Ապրես։ Գառնիում
էլի հասարակած տուն, ուրիշ բան չես կարող ասել։ Կիսամերկ ինչ որ լկտի աղջիկները տեղ ինչեր էին անում։ Բայց ամենակարևորը ինչն էր, որ պատահական են առյուծը մեռավ։ Ծառուկյանի առյուծը, որը այսքան տարի այդտեղ լավ ապրում էր, եկան սրսկեցին, որ քնացնեն, ինքը մեռավ։ Մինչդեռ առյուծը հայրիս հոմանիշն է, հայրիս սիմվոլն է, որտեղ աշխարհում տեսնում ես դու կամուրջներ, շքեղ շինություններ, ճակատին անպայման նստած են առյուծները։ Առյուծը միշտ եղել է հայինը։ Առյուծը Կլայվ Լյուիսը մի հրաշալի անգլիական ասեմ գրող, որը անգլիացի չէր, գրել է ֆենթեզի անցյալ դարի սկզբում, Նարնիայի ժամանակագրությունը։ Ես երբ որ ջահել չեմ կարդացել, որովհետև այն ժամանակ դեռ չկար սովետում այդ գիրքը, բայց թորներիս համար կարդացել եմ, տեսա Հայաստանի մասին է։ Ֆենթեզին որն է, որ իրականը զուգակցվում է երևակայականի հետ։ Այնտեղ մի խումբ երեխաներ գալիս են իրենց քեռու մոտ Լոնդոնից, մտնում են զգեստապահարան, հետևի դռնից դուրս են գալիս, տեսնում են ուրիշ աշխարհ։ Այո, շատ հետաքրքիր ֆիլմ կա, շատ։ Ֆիլմը Netflix-ը հատուկ սարքել է, որպեսզի մարդկանց մտքովը չանցնի, որ դա Հայաստանի մասին է։ Այդ առյուծին նկատի ունեիք, որի անունը Ասլան է։ Ասլանը, որը երբ որ ինքը ստեղծում է Նարնիան։ Ինքը ստեղծում է, Նարնիա չկար։ Ինքը գալիս է, ինչ որ աստվածային մեղեդի է տարածվում ամենուր։ Եվ հանկարծ հողի տակից սկսում են կենդանիները առաջանալ, ծառերը, ծաղիկները, ամեն ինչը։ Այո, եւ Ասլանը հովանավորում է այդ երեխաներին։ Իսկ այդտեղ տիրում է ջադուն։ Սարսե թագուհիներ, չէ՞ ոնց որ։ Անունը ջադու։ Սառույցից էր կարծես թե ես հիշում եմ։ Չէ, ինքը սառույցից չէր, բայց ինքը շատ սպիտակ էր, շատ չեմ կարող ասել, որ սառնասիրտ էր, որովհետև շատ զզվելի բնավորություն ուներ։ Անունը ջադու։ Իր ապարանքները սարի վրա կոչվում են պարավալ։ Եվ ամեն ինչ արված է, ու ինքը այդ տղաներից մեկին կարողանում է գայթակղել, երկու եղբայր են, մի հատ հորեղբոր տղա եւ մի հատ աղջիկ, Լուսին։ Չէ, երկու եղբայր, երկու քույր էին։ Կարող է, չեմ հիշում։ Երկու եղբայր, երկու քույր։ Եղբայրներից մեկին էլ այդ կախարդը գողացել էր։ Չէր գողացել, ինքը բանով գայթակղել էր։ Ռահատ լոխումով գայթակղել էր։ Իշխանության տենչով։ Ռահատ լոխումով։ Հիմա լավ, Լիանա խոսում է, էլի որ ամեն ինչ հայկական է։ Եկել են այստեղ երկու անգլիացի հնագետ։ Հայաստանում ստեղ նայեցին, այդտեղ նայեցին, հետո մի հատ տեսանյութ հրապարակեցին։ Ասին դուք չեք հասկանում, որ սա Հայաստանի մասին է։ Անգլիացի հնագետներ։ Ու դա վերջերս էր, այս տարի էր։ Այսինքն առյուծը մեզ համար շատ կարևոր կերպար է։ Ու սա բեմադրություն էր Ծառուկյանին բանտարկելը, իր սեփականությունը օտարելը, իրանց բուն նպատակը այդ առյուծներ։ Բուն նպատակը այն էր, որ մեզ զրկեն մեր սիմվոլներից։ Այսինքն ուզում եք ասել, որ Ծառուկյանի առյուծին, չգիտեմ, սպանել ասեմ, սատկացնել ասեմ, քնացնել ասելը, դա ընդունում եք որպես մոգական ծես չարի կողմից։ Այո, որովհետև միաժամանակ վերցնել վարդավառը սարքել հասարակած տուն, միաժամանակ սպանել առյուծին, միաժամանակ գառնին պղծել, դա պատահական չի։ Ոնց որ 12 թվին այն ժամանակ Գառնիում մի ընկերություն արեց իր տարեդարձը, նշեց,
եւ էլի այլանդակություններ արեց եւ աղբը թողեց Գառնիում հեռացավ մեկ ուրիշ ընկերություն Զվարթնոցում այդ ժամանակ էլի իր տարեդարձը նշեց ու էլի աղբով լցրեց սարսափելի երաժշտությունով լցրեց գիտես ինչ է նշանակում մեր սրբության վայրերը կոթողներ համարվող վայրերը փորձում են փոխել այո եւ ստացվում է գիտես ինչ բանը այդպիսի ասացված կա էլի անգլիացի ասողը ասում է ամենա հնազանդ մարդկանց հեշտ է դարձնել սեփական ազգի թշնամի որտեղ իրանք հնազանդվում են չարիքին մենք պետք է շատ զգոն լինենք չթողնենք որ նման բան արվի ես զարմանում եմ օրինակ մեր ոստիկանությունը երբ որ այդ սեռական տեսակի շարժումներ էին անում այդ լակոտները բանը մեր հրապարակում Վարդավառին ոստիկանները ուր էին ինչով էին զբաղվում քահանա էին բռնում հասարակական կարգն էին պահպանում այդ հասարակական կարգա այդ շնորհքա այդ ինչ էին անում ինչ որ բան փոխվել է մեր երկրում ու մենք պետք է շատ զգոն լինենք որովհետև գիտեք ինչ կարելի է օրենքներ փոխել կարելի է շիտակ մարդկանց նստացնել գողերին դուրս թողնել բայց երբ որ արդեն ազգի սիմվոլների հետ են խաղում հա Արարատը իրանց դուրը չէր գալիս մերժում էին հիմա արդեն աստեղնային երկնքին են հասել արդեն արյուծն է անգել որպես թիրախ կար մի հրաշալի մարդ կար որ նա հիմա էլ կա Փարիզ հերունին մեր գիտության աստղը որը ստեղծել էր ռադիո արեհավաք այդ արեհավաքի շնորհիվ ինքը կարողացավ հաստատել որ այդ այսպես ասած մեծ պայթյունը սուտ է որովհետև մեծ պայթյունից հետո պետք է մնային ռելիկտային ձայների բանը պահոցներ իսկ ինքը այդ անտենայով չափեց տեսավ ոչ մի բան չի մնացել չկա Ուրեմն չի եղել մեծ պայթյուն ինչպես Վիկտոր Համբարձումյանն ասել դիեզերքը անսկիզբ է եւ անվերջ այսինքն պայթյունի մասին չի էլի պայթյունով կարող է նոր ղեկավարություն մեկել երկիր գա անգրագետ անտաշ անշնորհք գա ու դառնա քաղաքական ուժ այդ մեծ պայթյունը քաղաքական գաղափար է հիմա Փարիզ հերունու էս հրաշալի անտենայի մակերեսին եւ կողքին ինչ-որ կազմակերպություն եկավ սարքեց փարթի դա հրեշավոր մոգական բան էր մարդկանց կերպարներ էին դրել սատանայի կերպարներ էին դրել մեջը թռվռում էին իսկ այդտեղ բաղկացած այդ անտենան միկրոնային կես միկրոնային հաստության մազիկներից հավաքած այդ հսկայական բանը այսինքն իհարկե փչացրել են կողքը կար Փարիզ հերունու Սուրենի որդու ստեղծած տաղավարը որը բացարձակ լռության տաղավար է այնտեղ ոչ մի ձեն չկա բացարձակ այսինքն ցանկացած չափումների համար իդեալական մթնոլորտ դա քանդեցին ես ուղարկել եմ նկարը կարելի է դնել գնում է պայքար մեր գիտական մտքի հետ եւ մեր անցյալի դեմ ու դա պետք է կանգնեցնել երբ որ գիտոստուդիան փակեցին երբ որ Արարատ թիմը Արարատ անունից զրկվեց կարծում ես այդ պատահական էր հիմա ֆուտբոլ էր աշխարհը նայում Ուր է մեր Արարատը Ինչի մենք չկանք հետո ասում են հայերին մենակ գենոցիդով են ճանաչում Բա իհարկե եթե Ռոնալդո Մեսսի ուրիշ երկրներից լինեն Իշտոյանը չլինի իհարկե Հայաստանը այդպես կճանաչեն Ինչու ֆուտբոլային թիմ չունենք Ինչի ուժեղ ֆուտբոլային թիմ չունենք
Եթե գիտենք, որ հայը կարող է, չէ, չեմպիոն եղել է։ Կինոստուդիա ինչի չունենք, ինչի մեր սերիալները թուրքական սերիալների կրկնողությունն են հայերեն։ Եթե այդ ապուշ կանայք այդտեղ որ իրար վրա մուննատ են գալի այդ կինոսերիալներում, ինչի մասին են այդ սերիալները։ Ինչի համար են ստեղծվում։ Մենք մեզ մի քիչ պետք է թափ տանք, էլի տենց չի կարելի։ Լավ, հիմա լավից խոսեմ։ Համեցեք։ Ես այսօր գնացի եկեղեցի, մեր Սուրբ հայրերին հարցրեցի, խորհուրդ խնդրեցի, քանի որ ուրբաթախոս ենք։ Ես գիտեի, որ ուրբաթ օրը դա Հուդայի մատնության օրն է։ Դրա համար այդ օրը մեր եկեղեցին պահ կա խորհուրդ տալիս, որ անեն մարդիկ քիչ խոսեն։ Հիմա ես բայց մի ժամ խոսելու եմ։ Ուրեմն Դանիել Դեֆոն երբ որ գրել է Ռոբինզոն Կրուզոն, այդտեղ կա կերպար, չէ, ուրբաթ։ Ես սկզբից էլ ասում էի, լավ, ինչի է ուրբաթ։ Այդտեղ չի բացատրվում ինչու է ուրբաթ։ Իսկ Ռոբինզոն ինքը ապրում է հայկական կերպարով։ Ինքը եկել է անմարդաբնակ կղզի, ինքը ցորեն է ցանում, երգանք է սարքում, հաց է թխում, այդ բայրի այծերին հավաքում է, սարքում է բուծարան, կաթից սպանիր է սարքում, որը ազգը տես բան կանի։ Իսկ մենք ոչ մեկս Դանիել Դեֆոյի տեքստը չենք կարդացել։ Դանիել Դեֆոյի տեքստը ժամանակին թարգմանվել է հայերեն, թարգմանվել է ռուսերեն, հետո մեջտեղից դուրս է եկել, Կարլի Չուկովսկու վերապատմածով թարգմանվել է հայերեն։ Իսկ այդտեղ Դեֆոն գրել է Friday spoken ուրբաթախոս, որովհետև Դեֆոն գրել է հայի մասին, որովհետև Դեֆոն հայ էր։ Ուրա։ Տիկին Ավետիսյան, վերադառնանք մեր օրեր։ Դավայ։ Ասացիք, որ մոգական ծեսեր են իրականացվում Հայաստանում։ Այո, վստահ։ Եթե փորձենք անուն տալ եւ փորձենք հասկանալ այսօր հայի գիտակցությունը ինչի մեջ է, ինչերի միջով ենք անցնում եւ մեր կողքը ինչեր են կատարվում, թշնամիները օրորի ծաղկում են եւ փորձում են սուր պատատել մեր գլխին։ Չէ, ուրա թե ծաղկում են, ինչով են ծաղկում, բութ եղել են, բութ էլ մնացել են, ինչն է իրանց ծաղկում։ Ֆինանսով, տնտեսապես, զենք ու զինամթերքով, ռազմապես։ Չէ, ջանիկս, իրանք ֆինանսապես չեն ծաղկում։ Իրանց մոտ շատ ավելի ծանր օրեր են, որովհետև իրանք սովոր են մեծ գումարների այդ նավթի վերավաճառքի վրա։ Հիմա այս Հորմուզի ջրանցքը, Մոսկվայի պատնեշը իրանց խանգարում է։ Իրանք հիմա շատ ծանր վիճակում են ադրբեջանցիները։ Մենք էլ այդ կիզակետում ենք։ Դե ճիշտ է, արի խոսենք, հա, համաշխարհային պատերազմ է գնում ամենուր։ Այո։ Իրանում, Գազայում, Բեյրութում, Ռուսաստանում, Ուկրաինայում պատերազմ է մեծ։ Մենք ստեղ էլ գիտնու, էլ գարեջրի փառատոն, էլ էսի միջահայերը տժում են։ Հարբեցողության մեջ ենք, գինարբուքի մեջ ենք։ Չէ, իհարկե չէ, ես շատ ուրախանում եմ, որ հյուրերը այսքան հիացած են հայերով եւ Հայաստանով։ Եվ հատկապես գինեգործության ծաղկունքով։ Չէ։ Ում հարցնում են, մոտենում են իրանց տակտակիցները, հարցնում են 3 առավելությունները ասեք Հայաստանի։ Առաջի առավելությունը մարդիկ են։ Մարդիկ, որոնք ունակ են կարեկցել, բանը օգնել եւ այլն։ Հյուրասիրել։ Այո։ Չէ։
Հայաստանը այդ առիթով առանձնահատուկ է, թող ոչ ոք չփորձի ասել, որ Շվեյցարիայում ավելի լավ մարդիկ են ապրում, ոչ։ Ուրիշ բան, որ մենք պետք է հաշվի առնենք, որ այս պատերազմը, որ գնում է, մեր հողում չի լինելու, Արեգ ջան, մեր հողում պատերազմ չի լինելու, բայց կարող է մենք ապրենք ծանր օրեր այլ կերպ, որովհետև օրինակ ամերիկացին հույս ունի, որ մեր ատոմակայանը կփակի, որպեսզի մենք ռուսի հետ կապ չունենանք, հա, որովհետև բանը վառելիքը ռուսական է։ Որ ամերիկացիները իրանց մոտ նիստի ժամանակ ասել են հայերը թող հաշվի առնեն, որ 2-3 տարի պետք է 90-ականների պես ցրտին ապրեն։ Չնայած օրինակ ես գիտնական ընկերներ ունեմ հայ Ամերիկայում, որոնք մշակել են տեխնոլոգիա, որ բանի մեր ատոմակայանի վառելիքի մնացորդը իրանք կարող են վերամշակել, զտել եւ նորից օգտագործել։ Այդտեղ 900 քանի կասետ կա այդ մնացորդով, իրանք տարին մի քանի տասնյակ կասետ կարող են վերամշակել եւ դա նորից դառնա վառելիք, որը իր հերթին կարտադրի վառելիք։ Այդ շատ հետաքրքիր է։ Հայ միտքը աշխատում է անընդհատ։ Ի վերջո, գիտես, այս տաղանդավոր ժողովրդի գլխին պետք է կանգնի տաղանդավոր ղեկավարություն, ճիշտ խոսենք։ Երբ որ այդպես փորձում են ղեկավարել մեզ տափակ չսիրող մարդիկ, վերջը վատնա լինելու, բայց նորից վերածնվում ենք։ Ես վերածնվել էի նկատի ունեմ, նորից բարձրանում ենք։ Տիկին Ավետիսյան, այս անորոշության, այս քաոսի մեջ կարծես թե մնացել ենք հողի ու փողի արանքում, մարդկային վերաբերմունքի փոփոխության այդ մշակույթի մեջ ենք, սկսել ենք իրար հետ քիչ շփվել, քիչ փոխանակել մեր կարծիքները, քիչ խոսել հայագիտության մասին, քիչ խոսել հայի պահպանության մասին, քիչ շփվել մեր ազգականների հետ, հարազատների հետ, կարծես մտել ենք առևտրի մի շրջան, ուր պտտվում ես առևտուր է, ուր պտտվում ես փող է, ուր պտտվում ես կեցությունը պահպանելու, գոյությունը պահպանելու գերխնդիրն է, եւ դա մեզ, այսպես ասած, ինչ որ ձևով հեռու է տանում մեր արմատից։ Մենք ինչի մեջ ենք այսօր եւ դրան լուծում տեսնում եք։ Իհարկե։ Հիմքում ընկած է փողը, քանի աշխարհը փողի վրա է կանգնած, ցանկացած պատերազմ շահավետ միջոցառում է, որովհետեւ դու գնում ես վաշխառույց փող ես վերցնում, որ զենք արտադրես կամ առնես, երկիրդ քանդու քարաբարիր, հետո գնում ես վաշխառույց փող ես վերցնում, որպեսզի երկիրդ վերականգնես։ Ինքը ամեն անգամ տոկոս ստանում։ Հիմա վաշխառուները գիտես ոնց են ուրախած է։ Ամերիկան արտադրում է զենք, ՆԱՏՕ-ի միջոցով ծախում է Եվրոպային, Եվրոպան նվիրում է Ուկրաինային, որպեսզի ինչ մի սլավոնը սպանի մյուս սլավոնին։ Վաղը այդտեղ այսքան պայթեցրին, այսքան ռմբակոծեցին, վաղը ինչ են անելու, գնալու են փող վերցնեն, որպեսզի վերականգնեն։ Փողը բոլոր սարսափելի բաների հիմքում է ընկած։ Տես, կանայք, խոսում ենք մենք անընդհատ կանանց իրավունքների մասին։ Երբ որ հասարակած տանը կանայք փողով պարկում են տղամարդու տակը, դա ի՞նչ է։ Փողը չի հիմքում։ Երբ որ գնում են ստրիպտիզ կլուբ, փողով են, չէ գնում մեր աղջիկներին նայում, իրանց տրուսիկի տակ էլ փող դնում։ Փողը սարսափելի չարիք է, աշխարհը քանի փողի վրա է կանգնած, այդպես է լինելու։ Հիմա լավ չի ասել, բայց կոմունիզմը դա էր մերժում։ Թորնիկիս ցույց տվեցի իմ կոմունիստական կուսակցության տոմսը, նայեց, ասեց, ոնց ուսանող ժամանակ էլ ես դու սենց եղել։ Բան չի փոխվել շատ։
Չէ, եսի նկատի ունեմ, որ այս իմ սկզբունքները փողի մերժումը, քանի որ կոմունիստ էի, հա, 4-րդ, 3-րդ թե 4-րդ կուրսում ինձ ընդունեցին։ Ինձ առաջարկեցին, որ ասում են փողով էր կուսակցություն ընդունվելը, ոչ։ Բայց պարտկոմը եկավ, ասեց լի, այ ուզում ենք քեզ ընդունենք։ Տիկին Ավետիսյան, ապացուցված փաստ է, որ մարդիկ կրթվում են, դաստիարակվում են կարևոր արժեքներով։ Այդ կարևոր արժեքների մեջ իր ուրույն տեղը ունի հատկապես մշակույթը, արվեստ, իր ճյուղերով, գրականություն։ Էպոսը միշտ հայազգին կրթել է, տվել է ուրույն տեղ, տվել է ձև, տվել է կանոնակարգ, ապրելու կարևոր սկզբունքներ, եւ մենք այդ ամենով պահել ենք մեր ավանդույթները կարևոր եւ փորձել ենք հենց օրորոցից հայ մոր կրծքի կաթով սնել իրական հայի, որը լինելու է մեր ամրոցի պաշտպանը, որը խորհրդանշում է խիզախություն, ամրություն եւ ամենակարևոր վսեմ արժեքները։ Այսօր մենք ինչով ենք կրթվում։ Այսօր հայ մանուկին, դպրոցականին, ուսանողին մենք ինչով ենք ներարկում, ինչ արժեքներ ենք տալիս, որ վաղ ունենանք լավ ապագա, լավ երկիր հզոր, մենք այդտեղ չենք թերացել միթե։ Գիտես ինչ, երբ որ ասում ենք մենք, պետք է տարանջատենք, մենք որպես ժողովուրդ եւ մենք որպես պետություն։ Քանի որ պետությունը չկա, պետությունը զավթված է օտարի կողմից եւ գաղութ է մեր երկիրը, ուստի մենք չպետք է հույսներս դնենք, որ իրանց խիղճը կարթնանա։ Մենք տներում պետք է մեր երեխաներին սարքենք հայ։ Դրա մասին է խոսքը, մենք հարյուրամյակներով պետություն ու պետականություն չենք ունեցել, բայց ընտանիքում, ձեր ասած տներում եւ եկեղեցիների վանքերի ուսումնական հաստատություններում կրթություն է եղել ու շատ բարձրակարգ, մենք տիեզերքն ենք ուսումնասիրել։ Անշուշտ, բացի դա կային շրջիկ պատմողներ, գալիս էին գյուղ, քյոխվի տունը մեծ տուներ, բոլորը հավաքվում էին գյուղով, այդ նույն սասնածռերը մի 4-5 օր երգում էր եւ ամբողջ գյուղը լսում էր եւ հետո սովորում էին։ Այդպես ծնվում են իրանց շարքերից նոր պատմողներ, որովհետեւ կար իդեալ մարդիկ ուզում էին գնալ դեպի լույս։ Շեքսպիրը լավ խոսք ունի, ասում է, այդ որտեղ իր կարծեմ Վենետիկի վաճառականում, ասում եմ մարդը այգի է, իսկ այգեպանը կամքն է։ Եթե կուզի կաճի այդտեղ տարբեր տեսակի բանջարեղեն, կաճի եղինջը, եթե չի ուզի ոչ մի բան չի աճի։ Ուստի կամքն է որոշում մարդու մեջ ինչեր կարող են արթնանալ եւ ինչեր կարող են քնել եւ կլինի երաշտ։ Հիմա շիտա խոսքը մեզանից շատ բան է կախված։ Ես օրերս շատ հաճելի հանդիպում ունեցա երկու տիկնանց հետ փողոցում եւ իրանք ինձ ասեցին, որ ձեր ազդեցության տակ սկսել ենք կարդալ գրականություն։ Դա պետք է։ Չկարդացողը մեղք է, կարդացողը ինքն էլ է լույսի աղբյուր դառնում։ Մենք պետք է յուրաքանչյուրս դառնանք լույսի աղբյուր մնացածի համար, որ ազգովի լույսը ճարագենք, Աստված մեզ վերևից տեսնի, չկարծի, որ այդտեղ ինչ որ մութ տեղա գործ չունի մեր հետ։ Շատ կարևոր է դա։ Երեխաների հետ պետք է շատ զբաղվել, շատ։ Ես շատ ուրախ եմ, գիտես, որ երկու աղջկա հետ պարապել եմ, որոնք գիտելիք չունեին։ Դարձան հետաքրքիր զարգացած լավ աղջիկներ։ Հիմա էլ երկու աշակերտ ունեմ։ Մեկը ստեղ, մեկը դուրսը։
Ես հույս ունեմ, որ իրանք էլ կփոխվեն, բայց չէ որ դա քիչ է։ Չէ որ դա քիչ է։ Եկեք այնպես անենք, թող ամեն մեկը իրա տանը, իրա երեխու հետ զբաղվի։ Տատիկները ոչ թե նստեն սերիալ նայեն, իրանց թորանը կողքները նստածնեն։ Այդ սերիալի բերանը թող փագեն առհավետ, նստեն երեխեքի հետ գիրք կարդան։ Տիկին Ավետիսյան, շատ են հազանգում, որ Հայաստանի սահմանները լարված են, թշնամին նոր դավադրություն է ծրագրում ու հատկապես այսօրվա պատերազմական ֆոնին, ինչպես դուք ասացիք քիչ առաջ, որ ամբողջ աշխարհում պատերազմ է եւ իրապես այդպես է, համաշխարհային երրորդ պատերազմի մեջ ենք, մեր սահմանները ինչ որ ձևով կարող են ամեն պահի անակնկալ խոցվել։ Ինչ կարելի է ենթադրել, չարի հրդեհը բռնկված է։ Գիտես ինչ, Արիկ ջան, այն մեր թշնամին ինքնուրույն չի, ինքը չի կարող հիմա մեր վրա հարձակվել, ինքը ձեռնունայն է։ Պարսիկը, որ խեղճացրեց այդպես Ամերիկային, Ամերիկան մեծ խոսում է, Տրամպը մեծ խոսում է, մենք սենց արեցինք, նենց արեցինք, գրող ու ցավարիկ, դուք ինչ կարողացաք անել։ Հիմա Ամերիկայում սկսվում են արդեն բաները, ելույթները հակապետական։ Հակատրամփյան։ Ոչ, հակապետական, վաղը կտեսնենք, թող դա հենց բառացիորեն վաղը չլինի, 2 տարի հետո լինի, բայց Ամերիկայի մի քանի նահանգները դուրս են գալու կազմից։ Տրամպը սկզբից էլ ասել եմ, իրանց Գորբաչովն է, ինքը եկել է քանդելու Ամերիկան, ու կքանդի։ Ուրիշ բան, որ նույնքան հավեսով իրանք հիմա Ռուսաստանի վերջը ուզում են տան, ու թող չասեն, որ բանը լիայի Պուտինը բոլորինը տա, որտեղ պապը հայ էր։ Արեք, Սպիրիդոն Պուտինը խոհարար էր, Լենինի խոհարարն էր, Ստալինի խոհարարն էր։ Նկարը եթե կուզես ուղարկեմ դու հրապարակի հայերի համար։ Այդ պապիկի դեմքին որ նայեք, ուրիշ ազգ բացառված է որ լինի։ Հրապարակել ենք, բայց մեկ անգամ եւս կհրապարակենք տիկին Լիո։ Գիտես ոնց է, Ստալինը չէր թողնի, որ ուրիշ ազգի մարդ իրան հաց սարքի։ Էդ էլ կա, չէ՞։ Ու ինքը իր բանը գրքում հիշողությունների գրել է, որ պապս Կովկասից էր։ Իրանը ինչպիսի օրերի միջով է անցնելու եւ Իրանը հանդուրժելու է այդ կարմիր գծերը, որոնք բազմիցս նշել է, որ չի հանդուրժելու եւ հիմա արդեն Թրամփի նախագիծը, այսպես ասած, կյանքի է կոչվում եւ Այսինքն Թրիփը Ալով չի լինելու այդ Թրիփ տրիպը։ պլյուս նախագիծը չի Չի լինելու։ լինելու, բացառված է։ Տրիպը չի լինելու, թող մեծ չխոսան։ Չի լինելու։ Կրազ եմ գալիս։ Թող իրադարձությունները մի քիչ զարգանան, հաջորդ շաբաթ կհանդիպենք եւ կխոսենք Թրիփի նախագծի նոր ղեկավարի մասին, ով է նա, ինչպիսի ազգությունից է, ինչպես եկավ հասավ եւ նաեւ կարեւոր թեման մյուսի մասին, թե ինչպես հայոց ցեղասպանության հարցը արգելափակվեց ճանաչման հարցը։ Բա, որ ասում է չի լինելու։ Մենք այսօր շատ ժամանակ չունենք, բայց հաջորդ հաղորդմանը ավելի հանգամանալից կներկայացնենք։ Տիկին Ավետիսյան, ինչ է սպասվում այսօրվա մարդուն, մասնավորապես հային։ Գիտես ինչ, փորձություններ են, բայց ողբերգություն չի լինելու։ Փորձությունը մարդու համար է։ Մարդը պետք է հիմա ամառը, հա, պահածո սարքեք, չորացրեք, ինչ կարելի է, սառցարանում մի դրեք, բա եթե լույս չլինի, ձեր սառցարանը դառնալու է աղբակույտ։ Ինչպես ավանդաբար սարքել են հայերը, պահածո եւ չոր։ Գիտես, շատ հետաքրքիր է, օրինակ պահպանողական մարդիկ, հա, քխվատն են, իրանք ինչ պահպանողական են։ Հիմա եթե ուզում ես, որ պահպանվի մի բան, դու լավն ես, չէ՞ ջոկում։ Իհարկե։ Լավը ջոկում ես, որ պահպանվի, չբորբոսնի, չթթվի, բան չանի։ Հիմա պահպանողական մարդիկ
լավագույնն են պահպանում, ինչը կա իրանց ազգի մեջ։ Բառապաշարը, ադաթը, ամեն ինչը։ Պարը, երգը, աղջիկ ուզելը, ատամ հատիկ անելը, դա պատահական չի պահպանվել, ուրեմն դա պահել է մեր ազգին։ Տիկին Ավետիսյան, բոլորը ասում են, որ այսօրվա մեր հիմնական խնդիրներից մեկը այն է, որ միասնական չենք։ Եթե միավորվենք, համատեղ ուժերով կարող ենք հաղթել անգամ ամենավայրակ թշնամուն։ Այսօր ամենավայրակ թշնամին ծրագրեր ունի Հայաստանի մասով։ Միշտ ունեցել է, այսօր էլ ունի, վաղն էլ կունենա, բայց դա մեզ հետ կապ չունի։ Իմ խնդրանքն է, որպեսզի ընտանիքները չքանդվեն, որպեսզի ընկերությունը պահպանվի երեխաների կամ մեծերի, այդ անտեր հեռախոսները մի կողմ դրեք։ Մարդու կնիկ գալիս են տուն, իրար հետ չեն խոսում, հեռախոսի մեջ են խլվլում, այտենց չի կարելի, դա նորմալ չի, ուղղակի նորմալ չի, իրանք թող մի հատ հոգեբուժի մոտ գնան, ես ինչ է կատարվում, այն օրը գնացել եմ ակնաբուժի մոտ, որ նոր ականոց պատվիրեմ, բերել են մի հատ սիրուն աղջիկ, չաղ, ու բանը, ուսերը այսպես առաջ քշած, երևում է, որ այդ երեխան ցաղորը հեռախոսի մեջ է, պետք էր չէր հարց տալ։ Օր առաջ տարեք սպորտի հեռախոսը թափեք։ Հետաքրքիր բան կա, գիտես բանը, մեր ուղեղի վերաբերյալ։ Մեր ուղեղը հետաքրքիր բան է, մոլորակ է։ Ունակը կանխատեսել։ Օրինակ գնդակը գցում եմ։ Դու բռնում ես։ Նույնիսկ եթե այդ ժամանակ ուրիշ տեղ ես նայում, ձերդ գնում բռնում ես։ Քո ուղեղը կանխատեսում է, որ գնդակը գալու է քո կողմը։ Այդպես դրա հիման վրա սպորտն է, հա, ֆուտբոլը, վոլեյբոլը եւ այլն, թենիսն է դրված։ Հիմա մեր ուղեղը, մենք հեռախոսը դրանից մեզ կտրում է։ Այն կենտրոնը, որը դրանով զբաղված է, քնում է, արթնանում է ուրիշ կենտրոն, մեխանիկական։ Ես ուզում եմ ասեմ, որ այ հայեր ջան, ծնվել եք այսպիսի իդեալական ֆիզիոլոգիայով, իդեալական ուղեղով, կլոր ուղեղ, որը կլոր գլխի մեջ դրված է ու աշխատում է, թող աշխատի, որ ինչպես առաջ էր, հա, եւ որ Շիրակացին գրել է ծովի մակընթացության մասին, երբ որ գրել է, որ երկիրը կլոր է, հա, 1000 տարի հետո Ջորդանո Բրունոին դրանից հետո տարել վառել են իր խոսքերի համար։ Հայը շատ խելացի է, հայը շատ լիարժեք է, բայց այս բոլորը, այս տեխնիկական հնարքները, պատիչափ հեռուստացույցը եւ հեռախոսը ուղղված են մեզ քննացնելու համար, մեր ուղեղը քննացնելու համար։ Եկեք արթնանանք։ Ինչպես ենք մենք դրանով գայթակղվում։ Նու գայթակղելը հեշտ է, շատ հեշտ է գայթակղելը։ Ուտելիքը ինչ է, գայթակղություն չի։ Ինչպես հետ կանգնենք այդ վտանգաբեր գայթակղությունից։ Գիրք կարդանք։ Գիրքը շատ լավ բան է։ Տիկին Ավետիսյան, եկեք այսօր մեր հետևորդներին, որոնք վստահ եմ անհամբեր սպասում են ձեր հաղորդումներին, գիրք խորհուրդ տանք։ Վենետիկի վաճառականը։ Շեքսպիրի Վենետիկի վաճառականը պիեսը, որը եւ ընկերության մասին է, եւ սիրո մասին է, եւ աշխարհության մասին է, եւ արդարության մասին է, լի է ամեն ինչով, եւ կարճ է։ Ես վստահ եմ մեր հետևորդները մինչև գալ շաբաթ կկարդան եւ ցանկություն կհայտնեն մեկ այլ գիրք կարդալու եւ դուք հաջորդ հաղորդմանը կգաք մեկ այլ գրքի անունը տալու համար նաեւ։ Սիրով, բայց եթե կարելի է մի հատ դիմեմ էլի ես ընթերցողներ, մեր ունկնդիրների։ Համեցեք։ Իմ սիրելիներ, շատ սիրելիներ, ես այն անգամ ձեզ խնդրեցի, այսօր էլ եմ խնդրում, բաժանորդագրվեք էլի, բաժանորդագրվեք այս հաղորդմանը, որպեսզի
հնարավորությունները այս հաղորդման շատ ավելի մեծ լինեն։ Դժվար բան չի։ Ես տեսնում եմ 60, 100, 300 մարդ, 1000 մարդ նայում է այս հաղորդումը։ Բաժանորդագրվել են այս երկու շաբաթվա մեջ 800 քանի հոգի, բա ուրեք։ 800 չէ, Տիկին Ավետիսյան, ընդամենը մեկ օրվա ընթացքում ձեր մեկ հաղորդման ժամանակ է 800 հետևորդ ավելացել միայն եւ մեզ մնացել ընդամենը մի քանի հազար, որպեսզի ունենանք 300,000 Ջան, հետևորդ։ խնդրում եմ ձեզ, ոչ փող է պետք, ոչ դրա համար ոչ ժամանակ է պետք։ Մի հատ կլիկ։ Բաժանորդագրության։ Շնորհակալ եմ, որ ամեն անգամ այդ մեծ պատասխանատվությունը եւ այդ մեծ առաքելությունը վերցնում եք եւ սիրով դիմում եք ձեր հետևորդներին։ Լավն է, լավ մարդիկ են բոլորը։ Մեր հաղորդումները եթե նայում են, բոլորը կարելի է ասել հրաշալի ընտրված մարդիկ են։ Շնորհակալ եմ Տիկին Ավետիսյան։ Մեր ավանդույթը անխախտ է, կհանդիպենք ընդամենը մեկ շաբաթից։ Հետաքրքիր ասելիք ունեք, ես գիտեմ միշտ եւ թեմաներն էլ ավելի կզարգանան, իրադարձությունները կհասկանանք ինչ է կատարվում թե Հայաստանում, թե Հայաստանի շուրջ եւ կունենանք հետաքրքիր զրույց։ Շնորհակալ եմ։ Ապրես Հարիկ ջան, շնորհակալ եմ ես էլ։ Ամենայն բարիք ձեզ։ Առաջ Աստված բոլորիս, մեր ազգին, մեր պետությանը, մեր երկրին, մեր աշխարհին։ Շնորհակալություն։ Այսպիսին էր այսօրվա տեսլականը։ Զրուցակիցս հայագետ, հրապարակախոս, թարգմանիչ, արևելագետ Լիա Ավետիսյանն էր։ Շնորհակալ եմ ուշադրության համար։ Բաժանորդագրվեք մեր ալիքին, հաղթանակ եւ խաղաղություն հայոց աշխարհին։ Հսկայական մի հատ կաթսա բերեցին, կաթ եռացրեցին եւ վրան սկսեցին ինչ որ արտասանել բառեր։ Ծառուկյանի արյուծը, որը այսքան տարի այդտեղ լավ ապրում էր, եկան սրսկեցին, որ քնացնեն, ինքը մեռավ։ Մինչդեռ արյուծը հայրիս հոմանիշն է, հայրիս սիմվոլն է։ Ծառուկյանի արյուծին պանել ասեմ, սատկացնել ասեմ, ընդունում եք որպես մոգական ծես չարի կողմից։ Այո։ Իրանց բուն նպատակը այդ արյուծն էր։ Դա մոգական ծես էր։ Իրանք հիմա շատ ծանր վիճակում են ադրբեջանցիները։ Մեր հողում պատերազմ չի լինելու։ Բայց կարող է մենք ապրենք ծանր օրեր, գրողուցավարի, դուք ինչ կարողացաք անել։